Արդեն մի քանի օր է Սպիտակ տնից ազդակներ են ստացվում, որ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հրադադար հաստատել Ուկրաինայում եւ ժամանակ է ձգում։ Նախ ԱՄՆ նախագահը մի քանի անգամ խոսեց այդ մասին։ Հիմա էլ Սպիտակ տան աղբյուրն է Fox News-ի թղթակցին ասել, որ Թրամփը հիասթափված է Պուտինից եւ կարծում է, որ նա դանդաղեցնում է Ուկրաինայում համապարփակ հրադադարի շուրջ բանակցությունները։ Լրագրող Ջեքի Հայնրիխ Նիքսում գրել է, որ ԱՄՆ վարչակազմն այժմ քննարկում է առաջ շարժվելու ուղիներն ու դիտարկում Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ խիստ պատժամիջոցների հնարավորությունը։ Ինձ ասում են, որ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը այժմ ցածր է, իսկ Ռուսաստանի ստվերային նավատորմի գործունեության խափանումը, որը Բալթիկ ծովում նավթի ապօրինի փոխադրմամբ է զբաղվում, հեշտ թիրախ կլինի ճնշման համար։ Այս ֆոնին Վաշինգտոն է մեկնում Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Պուտինի մերձավոր Կիրիլ Դմիտրիևը, Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցելու ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ Ուկրաինայի պատերազմին վերջ դնելու նպատակով հաղորդում է CNN-ը, նշելով, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես վերացրել է նրա պատժամիջոցները։ Ըստ լրատվամիջոցների Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումից հետո սա կդառնա ռուս ամենաբարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Վաշինգտոն, որը տեղի ունենում նաև այս շաբաթ Պուտին-Թրամփ հնարավոր հեռախոսազրույցից առաջ։ Կրեմլի խոսնակը հաստատել է այցի մասին լուրը։ Այո, հաստատում եմ, այս այցը հնարավոր է, մենք շարունակում ենք խոսել ամերիկացիների հետ, այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել, ասել է Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը երկրորդ հանդիպումն են նախապատրաստում Ուկրաինայում հրադադարի հարցով։ Մոսկվան նաև Վաշինգտոնին է փոխանցել էներգետիկ օբյեկտների ցուցակը, որոնց ըստ ռուսական կողմի հարվածել է Ուկրաինան։ Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց տեսնում ենք ներկայիս առաջընթացը եւ Միացյալ Նահանգների գործընկերների ցանկությունը վերացնելու մայրաքաղաքներում դիվանագետների բնականոն աշխատանքի համար միանգամայն անընդունելի խոչընդոտները։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Ազատությանն ասել է, որ Ուկրաինան պետք է բանակցի Ռուսաստանի հետ, քանզի դա նախ վերաբերում է Ուկրաինային, սակայն Եվրոպան եւս պետք է մասնակցի բանակցություններին, քանզի դրանց արդյունքը առնչվում է նաեւ Եվրոպայի անվտանգությանը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ բանակցություններին, ապա ակնհայտորեն Եվրոպան պետք է լինի այդ սեղանի շուրջ, քանզի դրա արդյունքները նաեւ մեզ են առնչվում, եւ ցանկացած գործարք չի աշխատի, եթե դրա իրականացմանը եվրոպացիները չմասնակցեն։ Երեկ Կիևում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը Պուտինին մեղադրեց Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները ձգձգելու մեջ։ Նախարարն ընդգծեց Գերմանիայի անսասան աջակցությունն Ուկրաինային, որը ըստ նրա կշարունակվի Բեռլինում իշխանափոխությունից հետո։ Այս իրավիճակում Պուտինին վստահել չի կարելի։ Իրական եւ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը հասկանա, որ չի կարող հաղթել այս պատերազմում եւ որ իր ապակառուցողական ռազմավարությունը չի հաջողի։ Նախագահ Զելենսկին իր հերթին ասաց, որ ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագրում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայման չկա եւ չի եղել, ապա հավելեց, որ գործարքը չի կարող հակասել Եվրոպական միությանն Ուկրաինայի անդամակցությանը։ Զելենսկին նշեց, որ ամենօրյա ռեժիմով ԱՄՆ-ին են փոխանցում էներգետիկ օբյեկտներին չհարվածելու պայմանավորվածության ռուսական կողմի խախտումները։ Նա նաեւ հույս հայտնեց, որ դա անհետևանք չի մնա։ Մենք իսկապես հուսով ենք, որ նախագահ Թրամփն ունի բոլոր համապատասխան գործիքները ուժեղացնելու պատժամիջոցների ճնշումը ռուսների վրա։ Այստեղ շատ կարևոր է որոշակի պայմանավորվածությունների մշտադիտարկումն ու իրականացումը։ Զելենսկին նաև տեղեկացրեց, որ ապրիլի 4-ին պատրաստվում է հանդիպել Ուկրաինային աջակցել ցանկացող երկրների փոքր խմբի հետ, որոնք պատրաստ են զորք տեղակայել Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո։ Դիվանագիտական այս զարգացումներին զուգահեռ կողմերը չեն դադարեցնում ռազմական գործողությունները։ Գիշերը ռուսական անօդաչուների զանգվածային հարձակմանը ենթարկվել Խարկովը, տուժել է 8 մարդ, այդ թվում 3 երեխա։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական զինուժը Տագանդրոգում եւ Կուրսկում անօդաչուներով հարվածել է բնակելի շենքերի։